Հարավային մայրաքաղաքի տեսարժան վայրերը, փողոցները, բարբառը, նույնիսկ տաքսիների արժեքն են բլոգերների Կապանի մասին պատմող տեսանյութերի թեման։ Նայ, տեմպերատուրը նայա, որ ասենք ինքը մի քիչ բան է, էլի, նենց ուշ է հասկանում, ուշ է ընկալում, մի քիչ կարող է սխալ եմ բացատրում, հա, էլի, ավելի շատ հանգիստ, հա, դինջոր։ Դավիթ Հովհաննիսյանը տեղեկատվական հաղորդակցությունների տեխնոլոգիաների միությունից է։ Սյունիքի մարզկենտրոնը նրա ծննդավայրն է, որի գրավչությունն աշխարհին ցույց տալու համար էլ նախաձեռնել է թվային Կապան նախագիծը։ Մենք ունենք Խոստուկ, մենք ունենք Վահանավանք, մենք ունենք Կավարտի եկեղեցի, մենք ունենք Հալիձոր, շատ հետաքրքիր տեղեր, շատ հետաքրքիր հնարավորություններ կարող է բացել Կապանը, բայց մեծ մասը գիտի, թե ուղղակի հանքարդյունաբերական քաղաք է։ Ինչ քայլեր ենք մտածում։ Welcome to Կապան, վիդեոների շարք, որտեղ կներկայացվի Կապանը տարբեր ուղղություններով, որպես մշակութային քաղաք, որպես հանքարդյունաբերական քաղաք, որպես քաղաք լավ բիզնես միջավայրով, որպես կրթական քաղաք։ Կապանը առաջին փորձն է, եւ մենք մտածում ենք, որ Կապանի լավ օրինակի հիման վրա մյուս քաղաքներում նույնպես կարող ենք կազմակերպել նման միջոցառումներ եւ նման նախաձեռնություններ։ Բլոգերներ, լուսանկարիչներ, զբոսաշրջային կազմակերպությունների ներկայացուցիչներ, նույնիսկ հաշվապահներ։ Այս հավաքից հետո նրանք ավելի լավ կճանաչեն իրար ու կհասկանան, թե ինչպես կարող են օգտակար լինել միմյանց։ Որոշների հետ աշխատել եմ, ովքեր հիմա ներկա են գտնվում, բայց այսպես խոշոր մասշտաբով չէ, ու շատ ուրախ եմ, որ առաջի անգամ կայանում է այսպիսի նախագիծ, ու հուսով եմ, որ ամբողջ աշխարհը կճանաչի Կապանը, ու մենք բլոգերներս եւ ոչ միայն բլոգերները, ովքեր որ այստեղ են, կկարողանանք ամբողջ աշխարհին ցույց տալ Կապանը, որ այստեղ կյանք կա, այստեղ ակտիվ է ամեն ինչ, ու որ սա գյուղ չի, այլ մեծ քաղաք է։ Լրագրող հեռուստահաղորդավար Լաուրա Հակոբյան նորվա բանախոսներից է։ Մայրաքաղաքից Կապան հարս եկած ակտիվ աղջիկն իր բլոգում պատմում է նոր բնակավայրի մասին ամեն ինչ։ Ասում է սեփական փորձով է համոզվել, որ Սյունիքը հետաքրքիր է շատերին ու ոչ միայն հայերին։ Այս տեսակ հանդիպումների կարևորությունը նաև նրանում է, որ մարդիկ ովքեր արդեն ինչ-որ բան սովորել են, այսպես ասած, իհարկե կարևոր է շարունակական կրթությունը, բայց արդեն ինչ-որ բան սովորել են, փոխանակվեն իրենց փորձով, հասկանան, թե որտեղ կան այդ բացերը, ուր կարող են ուղղել իրենց գիտելիքը եւ ինչպես կարողանան օգնել նրանց, ովքեր ունեն այդ գիտելիքի կարիքը։ Դա կարող է լինել թե անվճար կրթություն տրամադրելու միջոցով, թե հարթակներ տալու միջոցով, որտեղ հնարավոր կլինի այդ կրթությունը ստանալ։ Այսօր համացանցը տալիս է մեզ այդ հնարավորությունը on-line կրթվելու, տեղում կրթվելու, այնպես որ այս տեսակ հանդիպումները շատ կարևոր են, որ մենք հասկանանք, որ մեկս ինչ կարող ենք տալ համայնքին։ Թվային Կապան նախաձեռնության առաջին խոշոր քայլերից մեկը այստեղ մատուցվող ծառայությունները, հանգստավայրերը, զբոսաշրջային արահետներն ու հետաքրքիր վայրերը մեկտեղող թվային քարտեզի ստեղծումն է։ Տեղացի երիտասարդների բոլոր առաջարկները քննարկվեցին, կլինեն նաև բազմաթիվ համագործակցություններ։ Մասնակիցները կհանդիպեն հաջորդ ամիս։